Բարև ձեզ, դուք շուտվանից եք ստեղ բաժին ուզում։ Ինչքան ժամանակ է, որ չեք աշխատում, էլի որ հացեք ժողովրդից, ինչքան ժամանակ։ Ինչի համար։ Չէ, վատ բանի համար չեմ։ Չէ, վատ բանի համար չեմ հարցնում։ Այս եկեղեցու արքեպիսկոպոսը ասում է, որ Բենթլին վաճառել է, որպեսզի իր չքավորներին բաժանի։ Ինքը բաժանում է իր չքավորներին։ Հիմա իր դռան դեմի չքավորները հաց խնդրող դուք եք։ Ամոթ բան չի, հացանապազորյա չունենալը եւ ունեցողներից խնդրելը ամոթ բան չի, բայց ես հիմա ձեզ հարցնում եմ, դուք իր դռան դեմի հաց չունեցողներն եք, այդ Բենթլին որ վաճառել է, ձեզ այդ Բենթլիի վաճառքից ինչ որ բան հատկացրել է, որ դուք այսօր գոնե հաց ունենաք տուն գնալուց։ Չէ, ոչ մեկիդ, եթե տար, այստեղ չէիք լինի հաստատ։ Ոչ մեկիդ հակուկապից էլ չի երևում, որ տվել է ու դուք եկել եք նորից հաց խնդրելու։ Սա Սուրբ Սարգիս եկեղեցին է։ Այստեղ Սամվել Կճոյանն է, դու նավան ջնջում ենք, մնում է սարդը։ Ուրեմն դու նավասարդ չես, դու սարդ ես, Սամո։ Այն որ բիզնես ես դրել, որտեղ Կիպրոսում, չէ, Տիգրան Սարգսյանի հետ Կիպրոսում բիզնես ես դրել, Բենթլիդ էլ ծախել ես, որի փրթե չքավորներին օգնես։ Հեսա նայեք, այս աղ ամբողջ գծին, ընդեղ են խեղճ մարդը հաց է խնդրում անընդհատ։ Այստեղ ամբողջ տեղերը մեր չքավորներն են։ Քո դռան դեմի չքավորին, եթե քո Բենթլիից փայ չի ասել, այդ ինչ ստեր ես հորինում։ Ինչ Բենթլի ես վաճառել ու օգնել չքավորներին։ Կիպրոսի $350,000, այն որ Աշոտ Սարգսյանին էլ դեր մինչև հիմա ռոզուսկի տակը, կամպրամատ են սարքել քո դեմ ու Նիկոլը քթիցդ բռնած մանա տալիս, հա հիմա։ Էտա քո արածը։ Սա իմ Սուրբ եկեղեցին է, ես էստեղի կնունք եմ։ Ու քեզ թույլ չենք տալու դա պղծես։ Նիկոլի ոտը կողել էր էստեղ, պղծել էր ամբողջ եկեղեցին։ Այսօր մենք ընկերներով հավաքվում ենք ժամը 1-ին ու մաքրելու ենք այս եկեղեցին։ Բոլոր տեսակի կռիսներից։ Հերիք եղավ, արդեն Երևանն ես պղծում։ Ինչքան կարելի է։